Հայաստանի Հանրապետությունը մահացող պետություն է ժողովրդագրական աղետի պատճառով։ Սա ես չեմ ասում, սա ասում են եվրոպացի, ամերիկացի փորձագետները։ Վերջին 35 տարիներին Հարավային Կովկասի բնակչությունը աճել է մինչև 17.2 միլիոն, եւ այստեղ կովկասյան հեգեմոնը Ադրբեջանի բնակչությունն է։ Առաջիկա 25 տարիներին միտումը մնում է նույնը, թե Վրաստանում եւ առավել եւս Հայաստանում բնակչությունը շարունակելու է նվազել, իսկ Ադրբեջանում հակառակը անցնելու է 11 միլիոնը։ Եվ դարավերջին Հայաստանում կանխատեսումները թե Համաշխարհային բանկի եւ թե ՄԱԿ-ի ասում են, որ պետք է լինի գրեթե 2 միլիոն բնակչություն։ Հենց այստեղ ժողովրդագրական ցուցանիշներով մենք արդեն պարտված պետություն ենք։ Եկեք վերցնենք մենք 2020 թվականը։ Աղետալի պատերազմի հետևանքով մենք ունեցանք շուրջ 5000 զոհ, բացի այդ հազարավոր տարբեր վնասվածքներով վիրավորներ։ Եվ այդ ամենը հանգեցնելու է դեռ ապագա տարիներին այն ամուսնությունների թվերի կրճատմանը, որոնք պետք է լինեն, ինչպես նաև ծնելիության գործակցի նվազմանը։ Մահացության գործակիցը գերազանցեց խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության պատմության գործակիցը։ 2020 թվականը նաև հայրենական մեծ պատերազմից հետո 6-րդ վատագույն տարին էր ծնունդների բացարձակ թվի մասով։ Երկրի կառավարողները պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկեն հենց ժողովրդագրական աղետը կանխելու համար։ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից առաջարկվել է հստակ ծրագիր, մասնավորապես խրախուսել Հայաստանում ծնելիությունը։ Յուրաքանչյուր 4-րդ երեխային առաջարկվում է 2 միլիոն դրամ։ Բացի այդ, 5-րդ երեխան եւ հաջորդ երեխաները արդեն ունենալու են անվճար բնակարան, եւ եթե ուշադիր ծանոթանաք Ուժեղ Հայաստան կուսակցության ծրագրին եւ մոտեցումներին, ապա առաջնահերթությունների ցանկում հենց նշված է, որ երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում առաջին հերթին պետք է աղքատությունը կրճատվի։ Բացի այդ, ցանկացած կետ բնականաշինությունից մինչև 300,000 աշխատատեղ նույնպես ուղղված է լինելու հենց բնակչության աճին եւ մեր երկրի զարգացմանը։